Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարց եմ տալիս, ոնց այդ տեսանյութը թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը հայտնվեց համացանցում։ Զենքը չի թողնվել վայրում։ 1. Երկրորդ այդ վերադառնալ եւս հսկողական կրակոց։ Հսկողական կրակոցը մարդու մոտ չի առաջանում, երբ որ գնում է ինչ-որ, հետո նորից հետ է գալիս։ Այս անձի խոսքը, որը բավականին լուրջ եւ մեծ հեղինակություններ ոչ միայն իր համայնքում, այլ հարևան համայնքներում, ընտրությունների նախաշեմին պետք է արանքից անել։ Ինքը խոչընդոտ էր, խանգարող գործիք։ Հիմա իր գոյության միակ պայմանը եւ ֆիզիկական եւ լինելության իշխանության վերարտադրվելն է, կամ Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Հիմա ինքը նաեւ չգոյության գործընթացի մեջ է, հռչակելով 4-րդ հանրապետություն։ ԱԱԾ տնօրենը գնաց Բաքու, ինչ որ խորհրդաժողով, այլ երկրներ կան։ Պաշտոնապես ինձ կայքեջում ոչինչ չկա դրանց։ Ինքը ոչինչ չի ասում։ Դուք պատկասում եք իշխանության ցնցումները ինչ աշխան է, այսինքն մարդիկ ասում չենք վախում, ձեր պակալեք, նստացրեք, գործից ազատեք, նյութապես վնաս տվեք։ Եթե լինի համատարած քաղաքացիական առանձնացություն, էլ եմ ասում, իշխանությունը որպես այդպեսին այլևս գոյություն չունի, որտեղ իշխանությունը ինչ է։ Բառացիորեն ձևակերպ է, որոշում կայացնելու եւ կյանքի կոչելու գործիքը։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծահարենանը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, նախորդ օրը երկրում տեղի ունեցավ սպանություն, ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը մահացավ եւ կարծես գիտեք տպավորությունը ինչպիսին էր, երբ որ տեսագրությունը անմիջապես տարածվեց համացանցում, կարծես սպանդողը երբ որ մի անգամ կրակում է եւ երկրորդ անգամ նույն կերպ փորձում է փորձել հա թիրախին մահացել է թե ոչ եւ ավտոմատի մի հատ էլ ավտոմատով է փորձում, հա։ Ես ուզում եմ հասկանալ այս իրավիճակում արդյոք քաղաքական ինչ որ բան տեսնում եք այս պարագայում, որովհետեւ մեր երկրում գրեթե ամեն օր մարդիկ են մահանում, թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանին զոհեր չկան։ Այսինքն սահմանին զոհեր չկան, բայց մեր ներսում գրեթե ամեն օր սպանություններ են եւ նմանատիպ դեպքեր։ Նախ սահմանի մասին ասիկ ես ուղղակի արձագանքեմ, կարգավիճակով պետության երկրորդ դեմքը օրենսդիր մարմնի ղեկավարը օրինակ ասում էր, որ 18 թվականի 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ ստորագրելուց հետո սահմանում անհամեմատ ավելի քիչ զոհ ունենք, քան նախորդ 30 տարիներում, հա, նույն տրամաբանությամբ, ակնհայտ կեղծում, հա, երևի հիշողության կորուստով տարապում այդ անձը, խոսքս Արեն Սիմոնյանի մասին էր, երբ ասենք օրինակ ջերմուկի դեպքերը, որը 44 օրից հետո եղավ, 224 զոհ տվեցինք։ Այսինքն օրինակ եմ բերում, հա։ Դրանից առաջ Սև լճի շրջակայքը, հա, դեպքեր, որը որ ճիշտ է ասենք դիպուկարի չի աշխատել, բայց ասենք 16 զինծառայող կարող են այրվել իբր զորանոց կոչված մի տնակում, որը մի մուտք ու ելք ունի։ Առայսօր դրա դատավարությունը գրում է։ Մինչ օրս պատասխանատվություն չկա։ Ուզում եմ ասել, որ այդ գնահատականը, որ զոհեր չկա եւ այլն, այդ հերթական բանն է, էլի, այդ մանիպուլյատիվ հնարքն է, որպեսզի իմ ասած ավելի փաստարկեմ, օրինակ 44 օրայի վերաբերյալ հիմա ասում է խաղաղություն է, չէ՞, պատրաստ չկա, զոհ չկա եւ այլն եւ այլն։ Արցախի հարցն էլ փակված է։ Վերջին հաշվով ինքն ճանաչել է Արցախ-Ադրբեջանի մաս։ Եթե այստեղ էլ իրար տանք խփենք, ջարդենք, կզանգենք Թրամփը անմիջապես օգնության կհասնի։ Միգուցե, բայց ես նաև հիշեցնեմ, օրինակ նույն 21 թվականին ձեր նշած օրվա ռեժիմի պարագլուխը քաղաքական խմբակի ղեկավարը 21 թվականի մարտ ամիս ասում էր, որ մեր տղաները 44 օրյան որ զոհվել են, իրականում զոհվել են նրա համար, որ եթե Ալիևը ասի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք ոչ, Ղարաբաղի հարցը լուծված չի։ Ասում է 21 թվականի մարտ ամսին։ Հետո 22-ի հոկտեմբերի 6-ին ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։ Հետո 23-ի սեպտեմբեր Արցախը հայաթափվում է։ Հիմա Արցախ ընդհանրապես դրոշ, Արցախի անուն, Արցախի կազմակերպություն տաբու է դրված իր կողմից, հա, բայց նույն 21-ին ես ասում եմ,
մեծ ճոռոմ խոսում էր, էլի այդ մարդը ինքը իր ամբողջ էության փուչիկ է։ Տատարկախոս, հա, մանիպուլատոր, ասենք մի քիչ լեզվին տիրապետում, հա, ասենք նաև ինչ որտեղ մարդկանց առավել ընկալելի բառամթերքով ինչ որ բաներ ասում է, բայց եթե մի փոքր թափ է տալիս տակը բան չկա։ Ինչ վերաբերում է հիմա ձեր ասած դեպքին։ Նախ դեպքը տեղի է ունեցել, բնականաբար այդտեղ առաջին մարդիկ որտեղ կլինեն իրապահ համակարգն է, ճիշտ է, որտեղ շատ արագ պետք է փորձեին իրեղեն ապացույցներ, տեսագրությունները, բոլորը արգրավեին, չէ։ Հիմա հարց եմ տալիս, այդ ոնց այդ տեսանյութը թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը հայտնվեց համացանցում։ Այսինքն ոստիկանությունը եւ քննչական ինչ որ մեկը նկարել է, ենթադրենք կամերան ինքը ստատիկ էր դրած, ձեռքով չէին նկարում էլի։ Բայց տպավորությունները ոնց որ հեռախոսով նկարած։ Ինչև է, բայց ես փաստ եմ արձանագրում, հա, եթե իրապահ մարմինները գալիս են, այդտեղ դեպք կա եղել, ով էլ որ նկարած լինի, կամ եթե ստատիկ ինչ որ մի շենքում դրած լինի, շատ արագ դե արգրավի, չէ։ Վերջին հաշվով նախաքննություն չէ՞ դի գնա։ Այսինքն ես ներքին գործերի նախարարության քննչական մարմնի փնթի աշխատանքի մասն եմ խոսում։ Դա ինչու՞ դի հայտնվեր սոցիալական ցանցերում, հա։ Հիմա հաջորդը ասում են այդ երկրորդ անգամ վերադառնալը եւ ավտոմատի խզակոթով հարվածելը իբր վրեժխնդրության, այսինքն այնքան ատելությամբ լցված է, այդ ատելության դրսևորում է։ Մարդասպանը վարձու կիլերը, եթե սպանում է, նման բան երբեք չի անում։ Բացառվում է։ Ավելին վարձու մարդասպան, եթե պրոֆեսիոնալ է, զենքը թողում է հանցագործություն կատարած վայրում, իդեպ ասում ձեզ։ Սա ընդունված է։ Զենքը չի թողնվել վայրում։ 1 Երկրորդ այդ վերադառնալ եւս հսկողական կրակոց։ Հսկողական կրակոցը մարդու մոտ չի առաջանում, երբ որ գնում է ինչ որ, հետո նորից հետ է գալիս։ Ընթացքում է մտածում, կարող է լավ չի սպանել, մի հատ գնամ տեսնեմ էլի։ Լավա չի չափ զարկերակներ նայել աշխատում էր թե չէ։ Այդ այլ պատվեր կատարելու այդ բանը։ Ուրեմն ասեմ ձեզ, այս բոլորը ընդհանուր է տպավորություն ստեղծելու համար է, որ դա վրեժխնդրություն է։ Տեսեք, մարդը այնքան ատելությամբ է լցված, անգամ մի հատ է խզակոթով, մի հատ էլ հետ եկավ։ Իդեպ ասեմ, եթե զուգահեռեմ այս ամեն ինչը ատելության ֆոնի վրա, այդպիսի դեպք ցավոք մենք այդ կորուստն ունեցանք, բայց հիշեցնեմ 1999 թ. հոկտեմբերի 27 ազգային ժողով։ Հիշում եք ավտոմատով խզակոթով նայրի եղբայրը, երբ դիակներին հարվածում էր։ Այսինքն դա ինչն է ցույց տալիս ատելության ներքին զգացողությունը, որ անգամ սպանելուց հետո կամ ասենք, եթե մեկը մեկի նկատմամբ ատելություն ունի եւ սպանության փորձ անում, օրինակ դանակով։ Ասենք 1-2 անգամ մահ առաջացնող տեղերին հարվածում ասենք, բայց հետո մի 20-30 անգամ նորից դանակով հարվածում է, ինչը։ Այսինքն այդ աֆեկտի վիճակով ներքին ատելություն եւ այլն, հա, մարդը դիակ արդեն, բայց դու անդադ խփում ես։ Հիմա իմ կարծիքով այս ամեն ինչը ոնց որ թե արված էր միայն նրա համար, որ այդտեղ վրիժառության կամ արյան վրեժի կամ ինչ որ ռազմորկայի հետևանքով կամ սպանված անձը շատ վատ արարք արել եւ ահավասիկ անգամ սպանելուց հետո նորից են ուզում մի քանի անգամ սպանեն, հա։ Տպավորությունը այդպեսին էր։ Բայց ես կարծում եմ դա իրականության չի համապատասխանում, որտեվ մի քանի անձի սպանել վրեժխնդրությունից ելնելով, հա, առնվազն սպանվողի եւ իր ընկերների կողմից սպանողի շրջապատի նկատմամբ նման արարք կլիներ, այսինքն այնտեղ էլ մարդկային կորուստներ լինեին։ Այո։ Որ այստեղ ատելության ֆոնը այնքան մեծ լիներ, որ ինքը գար համարժեք քայլ աներ։ Բայց նման բան չի եղել, չէ։ Խոսակցություններ, վեճեր եղել են, որտեղ չի լինում։ Բայց այդ վեճերի արդյունքով այնպես չի, որ ավտոմատով գալիս ես 3 անձ ես տեղում սպանում։ Ուրեմն ամեն ինչը ըստիս քողածածկում է, որ իրականում սպանության պատճառը լրիվ այլ է։ Ուրեմն եթե վրեժը չի, եթե կենցաղային հողը չի, այդ դեպքում հարց է առաջանում, ինչու է ինչ որ մի անձ դիմակով գալիս 3 անձի սպանում։ Այո։ Այս ամեն ինչը եթե նայենք մի տրամաբանության մեջ, օրինակ Փաշինյանի համար ինչ որ համայնքներում քաղաքպայմանագրի բարդությունը, թե սկզբունքով իրենք ոչ մի համայնքում էլ չեն հաղթի, ասենք այդ թվերը նկարել, կաշառք տալ եւ այլն, բայց ինչեւ է, արձանագրենք իրողությունները, այդ բարդությունները իր համար խիստ ցավագին ընդունում, ինչու։ Որտեղ ինքը հրաշալի գիտի, Հայաստանում ամենաբարձր հակառետինգը ինքը եւ իր կուսակցությունը ունի։ Ճիշտ է, ընդդիմությունը միավորված չի, բայց դա չի նշանակում, որ չմիավորվելով հանդերձ իր հակառետինգը իշտում է, իր հակառետինգը 60, 70, 80% է։
Իսկ սա նշանակում է, որ եթե մի քանի համայնքներում, մեծ կամ կարևոր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում անդիմության այս կամ այն թիմի ներկայացուցիչն է հաղթում, ապա դա ձնագնդի էֆեկտ կարող է առաջացնել առավելևս 26 հունիսին համապետական ընտրությունների նախաշեմին։ Եթե անդիմախոսների մի մասի նկատմամբ բռնություններ, հետո կալանավորում, ավասիկ երկու հոգևորական բանտում են, կեղծ ուրեմն գործեր մեղադրանքներով, ակնհայտ է, չէ՞։ Օրինակ Գյումրիում իրենք պարտվեցին։ Հիմա Գյումրիում իր գործելավոճը քրեական գործ հարուցելն է, հաշվի առնելով, որ այդ հարուցման ժամանակ այս կամ այն ձևով որոշակի թվացial երևացող ինչ որ պայմաններ կան, որ հարուցի։ Ընդունենք, ասենք։ Բայց այս անձը ընդհանրապես այդ մոտեցումներով ապրող անձ չէր, ինչ որ այլոք։ Եվ հետաբար, եթե անձի վրա որևիցե բան չես կարող հարուցել, որտեղ չկա որևիցե պատրվակ, որը հետո հիմք ընդունես, դարձնես պատճառ, պատճառից հետո քրեական գործ եւ ասենք պաշտոնանկ անես, իդեպ Վանաձորում անդիմությունը հաղթեց, քաղաքապետը հայտնվեց բանտում։ Այսինքն սա ինքը օրինաչափություն է, եւ եթե անձը, որի նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցել, ավասիկ ունենք են չունենք։ Եվ սա առաջին, երկրորդ, ես կարևորում եմ եւ իշխող քաղաքական խմբակներն է կարևորում, հրաշալի հասկանալով, որ վաղարշապատի ընտրություններում, որտեղ քաղաքապետը է նաեւ ընտրվելու ավականի, սա շատ կարևոր է արտահերթ կամ հերթական ընտրությունների նախաշեմին։ Հաշվի առնելով նաեւ իր կեցվածքը մայրաթորի եւ եկեղեցու վեհապար հայրապետի, նկատմամբ հավաքանելու, շարժվելու ուրեմն դեպի եկեղեցի։ Այստեղ շատ կարևոր է վաղարշապատի ղեկավարությունը ովքեր են, համայնքի եւ կոնկրետ քաղաքապետի, իշխանությունի ովքեր են։ Ընդդիմությունից է թե իշխանությունից է, հասկանալի է, չէ՞։ Որտեւ եթե իշխանությունից է, ապա այդ ռեսուրսը մարդկային, վարչական ռեսուրսով, պարտադրանքով հնարավոր է հավաքել հրապարակում իշխանությունի, եթե ոչ ընդդիմությունը բնականաբար չի հավաքվելու, ճիշտ է։ Ուրեմն սպանված անձը մի համայնքի ղեկավարը, որի գյուղերը սահմանակից են, հարևաններ են, իդեպ Վաղարշապատի համայնքի։ Այսինքն բարեկամներ, ընկերներ, մտերիմներ, մոտիկ, եւ այդ անձը եւ կարծում եմ իր ընկերները այս կամ այն ձևով նաեւ մտերիմ հարաբերություններ ունեն եւ ունեն Վաղարշապատի համայնքի, ասենք գյուղապետերի, հեղինակություն ունեցող մարդկանց, գյուղացիների հետ։ Համաձայն եք, չէ՞։ Իսկ դա նշանակում է, որ այս անձի խոսքը, որը բավականին լուրջ եւ մեծ հեղինակություններ ոչ միայն իր համայնքում, այլ հարևան համայնքներում, ընտրությունների նախաշեմին պետք է արանքից անել։ Ինքը խոչընդոտ էր, խանգարող գործիք էր, որտեղ Էջմիածնի կամ Վաղարշապատի ընտրությունները Էջմիածնի քաղաքապետի սա իշխանության վերջին քննությունն է ընտրություններից առաջ։ Եթե այդտեղ իրենք հաղթում են, շատ բաներ շահում են, իսկ եթե պարտվում են, դա սկզբունքորեն կարող է նաև համապետական ընտրություններում կանխորոշել պարտությունը։ Այո։ Եվ այդ առումով ցանկացած օղակ խոչընդոտ պետք է հանվի։ Ես չեմ բացառում, որ իդեպ քրեական գործեր են սկսել հարուցել Խոյ համայնքի մի քանի գյուղապետերի նկատմամբ։ Խոյ համայնքը իրենք բերեցին այս ընտրությունների նախաշեմին, ոսկեհատներ եւ էջմիածիններ միացեցին հաշվի առնելով, որ իրենց տեխնացու Արգեշտի Մեխակյանը ժամանակին Խոյ համայնքի ղեկավար է եղել։ Բայց լրիվ հակառակ էֆեկտը ստացվեց, որտեղ Խոյ համայնքում շատ գյուղապետեր ընդդիմադիր կեցվածք ունեն։ Եվ այդ գյուղապետերի նկատմամբ արդեն քրեական գործեր է հարուցում։ Ակնհայտ է, չէ՞, ինչի համար է։ Եվ այդ տրամաբանությամբ ես կարծում եմ Վոլոդյայի այս սպանությունը մտնում է այդ տրամաբանության։ Ճիշտ է, նախաքննությունը, ինչպես ասում են, չի ավարտվել, դեռ նոր է սկսում, հա, ես չեմ ուզում կանխական գնահատականներ տալ, բայց երբ որ տրամաբանության մեջ փորձում են գնահատել, ումներ ձեռնտու, հա, ես։ Ընդդիմության օրինակ ձեռնտու էր սա, իհարկե ոչ։ Ահա։ Կրիմինալ աշխարհը նման բան չի անում։ Վենդետաները այսպես չեն արվում, հա։ Ուրեմն ձեռնտու էր իշխող վարչակազմին կամ իշխող կուսակցությանը։ Կառավարությունը ես եմ, այս մարդը չագուչով է, չէ, արդեն հանդես գալիս եւ ահաբեկչության անվան տակ Սրբազանին փակել է։
Հիմա այս տպավորությունները, երբ որ մենք հիմա նայում ենք եւ այս մարդու գործողություններն ենք նայում, ով է ահաբեկիչ։ Ինքը իհարկե։ Ահա։ Որը իրականացնում է ազատության մեջ է եւ մենք փորձում ենք ինչ անել, կանխել այս ամեն ինչը։ Քաղաքական ահաբեկություն ասա, քաղաքական տերորիզմ է, իդեպ ասում։ Սա նշանակում է, որ ինքը ձենշած անձը ամեն ինչ անելու է, օրվա քաղաքական խմբակի եւ ռեժիմի պարագլուխ ամեն ինչ անելու իշխանություն չանցնի։ Գիտեք, օրինակ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության որոշի նախագահ, երբ մտածում էր, որ ընտրություններում կպարտվի, դա իր ամենամտերիմ շրջապատի քաղաքական եւ ֆիզիկական առումով վերջնա լինելու։ Չէ՞ մարդիկ պարտվում են։ Հետո սա մոտ լրիվ այլ է։ Հասկանում եք, սա անցել է շատ կարմիր գծեր։ Սա Արցախը հանձնել։ Իր կեցվածքը Հայաստանի Հանրապետությունը պետական ինստիտուտները քանդելու ակնհայտ է։ Կարծում եմ, այստեղ նույնիսկ ոչ պետք է չի քաղաքական գործիչ լինել, շարքային քաղաքացիներ կարող է հիմնավորել, հա։ Սա այն գործընթացը սկսեց ինչ 18-ին, երբ բերվեց իշխանության 3 ինստիտուտ, իդեմս նախարարությունների փակեց ուղղակիորեն, հա։ Գյուղնախարարությունը, մշակույթը, սփյուռքը եւ մի շատ կարեւոր ինստիտուտ Գեոդեզիայի քարտեզագրության ինստիտուտը, որ հետո ընկալվեց, չէ՞ ինչի համար է փակում։ Թեև ես 18-ին ասում եի, որ սա ամբերել են, որ Արցախը պատերազմով հանձնի, իսկ այս ինստիտուտի փակել նշանակում է արխիվները, որտեղ խորհրդային տարիների վերջին տարիներին Հայաստան-Ադրբեջանի միջև պետական մակարդակով, որը սահմանազատում սահմանագծում արել, որը հետո հաստատվել է Մոսկվայում, անպատասխանատվներում, ուր են այդ փաստաթղթերը, ինչու փակվեց այդ ինստիտուտը, որտեղ արխիվը, եւ այդպես շարունակ, էլի։ Հիմա իր գոյության միակ պայմանը եւ ֆիզիկական եւ լինելության իշխանության վերարտադրվելն է, կամ Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Հիմա ինքը նաեւ չգոյության գործընթացի մեջ է, հռչակելով 4-րդ հանրապետություն, նոր սահմանադրություն, հա, բնականաբար, որը Ադրբեջանի եւ Թուրքիայի ուրեմն պահանջն է, ակնհայտ է, եւ այդ փոփոխությունը ունի մի շարք առարկայական նպատակներ է հետապնդում, անկախության հռչակագիրը հանել, որով Արցախի հարցը ցեղասպանությունն է փորձում փակվել։ Ես կասկած չունեմ, որ այդ սահմանության մեջ չի լինելու եկեղեցու բացառիկ դերը մեր ժողովրդի հոգևոր մշակութային կյանքում ունեցած այդ համապատասխան հոդվածը։ Ավելին ասեմ, նոր ասելույան, նոր պետություն, նոր սահմանություն, նոր մայրօրենք, դրանից բխող այլ իրավական ակտեր եւ բնականաբար նոր միջպետական պայմանագրեր կամ միջպետական նախկինում կնքած պայմանագրերի վերանայում։ Ես չեմ բացառում, որ այդ վերանայման անվան ներքո փորձարի վերանայվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված ռազմական եւ տնտեսական բոլոր պայմանագրերը։ Սա իդեպ այդ վտանգը իր մեջ պարունակում է։ Այդ թվում նաեւ ատոմականի փակում, որի վերաբերյալ ինքը բազմիցս այս կամ այն ձևով կեղծելով իրականությունը բարձրացնում է ատոմականներ կառուցել։ Ուրեմն ասեմ, գիտեք, ինքը ասենք մի շարք այն թեմաներին, որ ինքը չի տիրապետում, մտածում է, որ լսողների նման հիմար են եւ հիմարություններ դուրս տալիս։ Պատկերացրեք մոդուլային ատոմակայանի կառուցման իր հիմնավորումը։ Ես բական լավ եմ հիշում, անցյալ տարի ասեց դա կառուցվում է համար, որ եթե տեխնիկական վթար լինի մոդուլային ատոմակայանում 500 մետր ենկով ռադիացիա չի լինի։ Հիմա դրանից հետո իմ մոտ մի միտք առաջացնում, ես մարդուն ուղարկել Ավան համապատասխան բուժ հաստատություն պալատ համար 6։ Հետո ասում էր աշխարհում չկա մոդուլային ատոմական կառուցող երկրներ, բայց Միացյալ Նահանգները առաջնակարգ դեր ունի, ստում էր։ Երկու պետություն բազմաթիվ եւ ժամանակի առումով երկար կառուցած եւ շահագործած ունեն եւ կառուցում են Ռուսաստանը եւ Չինաստանը։ Ավելին Ռուսաստանը մոդուլային ատոմական նավերի վրա ունի հեռավոր մասերում, որտեղ իսկ մոդուլայնի կառուցման իմաստը գիտեք որն է, որ ինչ որտեղից հոսանք շատ, ասենք մի քանի հազար կիլոմետր տեղափոխելու համար անմարդաբնակ վայրեր, որտեղ ասենք հանքարդյունաբերական կենտրոններ են կամ ռազմական բազա է եւ այլն, հա։ Ծախսը շատ ավելին է լինելու եւ կորուստը լարերով հոսանքի տեղափոխման շատ ավելին է, քան փոքր ատոմական կառուցելը, ասենք լոկալ ինչ որ խնդիր լուծելու։ Եվ այդ առումով օրինակ ռուսներն ունեն նավի վրա միջուկային ռեակտորով հոսանք է արտադրում եւ հոսանքը տեղափոխվում է մի քանի տասնյակ հազար բնակչություն ունեցող ինչ որ ավանում, որը ռազմաբազա է ենթադրենք, հա։ Եվ հետաբար երկու պետություններ կան, որոնք մոդուլային ատոմականներ ունեն։ Հիմա սա ասում է Միացյալ Նահանգները կառուցի։ Եթե սա Միացյալ Նահանգներին նման իրանք է տալիս, սա առաջին անգամ, իսկ Հայաստանը դառնում է այն ճագարը, որի վրա ԱՄՆ-ը առաջին անգամ մոդուլային ատոմական պետք կառուցի։ Վերջերս ես կառավարության նիստում լսում էի եւս մի ստախոս,
համատեղության կարգով իր ՔՊ-ի անդամներից տարածքային կառավարման նախարար, որը ասում էր, որ արևային էներգիայի օգտագործման 2024-ի ստացված էներգիան 800 մեգավատ է եղել, որը երկու ատոմակայանի չափ է, որում ձեր նշած անձը, որ Փաշինյանը ասում էր երկու ատոմական են կառուցել, այստեղ որոշում ենք, ինքը դա նկատի ուներ, որ երկու ատոմակայանի չափով արևային էներգիայի մարտկոցներով ստացել են։ Ակնհայտ կեղծիք է, որտեղ որ բացում ես պաշտոնական, թե 2024-ին հոսանքի արտադրության համար օրինակ յուրաքանչյուր մենք 4 արտադրող պոտենցիալներ ունենք, ատոմակայանն է, ջերմանը, հիդրոնն է եւ արևայինը։ Այդ արևայինը 89% է կազմել։ Ատոմականը 35%, որը 400 մեգավատ հոսանք է արտադրել։ Հիմա ինքը եթե ասում է իրականում երկու ատոմականից 800 մեգավատ արտադրել է, իսկ հասկանում եք Հայաստանը փաստորեն ասենք մի 200-300% հոսանք է արտադրում, ակնհայտ կեղծիք է, էլի։ Հոսանք որ արտադրում ես, հոսանքը չես կարող պահեստավոր է, հոսանք պիտի սպառես, չէ՞։ Չէ, դե իհարկե սուտ է ասում։ Այսինքն բոլոր իմաստը ո՞րն է, նույնիսկ այդ երկու ատոմական կառուցելով, որ ատոմականը փակվի, ինչու՞։ Որտեղ Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջն է ընդամենը։ Իրեն տանք իրեն ծառուները։ Նպատակը դա է։ Վստահաբար այո, սա պահանջներից մեկն է։ 4-րդ հանրապետություն նոր սահմանություն Թուրքիայի Ադրբեջանի պահանջն է։ Վաղ չեմ իսօր 300,000 փախստականի, իսկ Ալիևը ասել է միլիոն կես իրեն ժառանգներով հետ են գալիս։ Հայաստանի կեսները մեզ եք տալիս։ Այսինքն շրջաներում տիգան աշխատանք, բնակարան, անվտանգություն լրիվ ապահովի Հայաստանը։ Այսինքն Հայաստանը վերջին հաշվով դառնալու է Հայաստանի եւ Արմենիան Ադրբեջանի միացյալ հանրապետություն, որտեղ սկզբունքորեն մեր ժողովրդի մեծ մասը այստեղ կարող է նաեւ ուղղակի չապրի։ Ինչու օրինակ մի 2 օր առաջ ամսի 19-ին ԱԱԾ տնօրենը գնաց Բաքու, ինչ որ խորհրդաժողով, այլ երկրներ կան։ Պաշտոնապես ինձ կայքեջու ոչինչ չկա դրանց։ Ինքը ոչինչ չի ասում։ Սովորաբար նման հավաքներ, որ լինում է, ԱԱԾ-ն հիմնականում միջազգային հարթակներում, երբ համագործակցություն են լինում, 3 հիմնական խնդիր են լուծում։ Առաջինը աբեկցիան դեմ պայքար, երկրորդ թմրամիջոցների շրջանառություն, երրորդ մարդու առևտուր, տրաֆիկ։ Բայց որևիցե բան այս մարդը չի խոսել։ Այդ դեպքում ինքը որ գնացել է ինչով է զբաղվել։ Դե վերադարձած սպառնություն տեղի ունեցավ երկու։ Ես կարող եմ ասել մասնապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երակով երբ մի նախաստորագրեց պայմանագիր, այնտեղ 9-րդ հոդվածը ես իմ բառերով փորձեմ ասել, Ադրբեջանի նախագահը պարբերաբար ասում է, որ մոտ 10,000 90-ականներին իրենք քաղաքացի են կորցրել, որոնք չգիտեմ, սպանված են ամենայն հավաքականության մասունքները որտեղ են եւ այլն։ 9-րդ հոդվածը մասնավորապես այդ Հայաստանը պիտի օգնի այդ զոհվածներին գտնել, մասունքները գտնել, արդարությունը վերականգնել, բնականաբար մեղավորները պիտի հայտնաբերվեն, չէ, քրեական գործեր են հարուցվել։ Դա մի հոգի չի կամ 10 հոգի չի, մոտ 10,000-ի թիվը Ալիև ասում։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն եթե տեսականորեն Ալիևը այդ ցուցակ ունի մոտ 10,000 զոհված քաղաքացի, որոնք բռնության են ենթարկվել, սպանվել են, ապա դա մարդը չի արել, մարդիկ են չի արել։ Մեկը կատարել է, մյուսը կազմակերպել է, մեկն է հրամանա չէ տվել։ Դուք պատկասում եք, Ալիևը մինչև էլ ասում էր, որ Արցախում, քանի որ մեր երկրի տարածքը Հայաստանը օկուպացել էր ժամանակին, ապա այն հայերը իմ գնահատմամբ ովքեր մասնակցել են Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելուն, ռազմաքաղաքական ղեկավարություն եւ զինվորները, որոնք պաշտպանել են հայրենիքը, Ալիևը դրանց որպես ահաբեկի չէր դիտում եւ որոնց նկատմամբ ինքը օրվա իշխանությունը Հայաստանի պարտադրում է, որ քրեական գործ հարցի եւ արտահանձնվի Ադրբեջան։ Ես կարծում եմ ավելի շուտ ԱԱԾ-ի տնօրենը միգուցե նաեւ այս հարցերն է քննարկել։ Իսկ եթե Հայաստանի իր պարտավորություն վերցնում են, այո, ներկա բացականելու։ Այո, ովքեր կան, ովքեր են մասնակցել, դե իրենք հոչ չեն նայելու, թե կոնկրետ այս անձի մահվան ելքի հետ կապված ով ա եղել, ոնց ա եղել։ Իրենք ցուցակ ունեն, այդ ցուցակով սկզբից երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարություն, նախագահներ, վարչապետներ, ուժային կառույցների ղեկավարներ եւ հետո արդեն գալիս է սպայակազմ, բարձրաշրջան, գեներալիտետ, հետո ավագ սպաներ, հետո սովորական կրսեր սպաներ եւ այդպես շարունակ եւ ազատամարտիկներ։ Ալիևը մի 15-20-30 հազարից ցուցակ է պատրաստելու։ Հիմա տեսականորեն նայենք, ընդ որում դրանց նկատմամբ էլ քրեական գործ է հարուցելու եւ հետախուզում է հայտարարելու։
Սա օրվա իշխանություններն Հայաստանը լծվել են այդ գործին։ Դե լավ, հիմա իրական Հայաստանով պետք է ապրենք, պարոն Նահապետյան։ Իրական Հայաստանը այն է, որով մենք ապրում ենք։ Իրական Հայաստանն այն է, որտեղ մեր երկիրը, պետականությունը, պետական ինստիտուտները Փաշինյանը փորձում է լուծարել։ Հայաստանում իրականում ինքը որ եկավ իրան բերեցին իշխանության, ինքը հաստատեց ավտորիտար ռեժիմ։ Եվ այդ ավտորիտար ռեժիմը հետո վերածվել է տոտալիտար ռեժիմի, որտեղ որ կառավարությունը ես եմ, Սաքունցին էլ ասում է դե տղա ես մի հատ հակառակ ասա։ Ես եմ, հա։ Ինչպես ժամանակին մի հռոմի կայսր ձիուն տանում էր օրենսդիր մարմին, ասում էր հիմա ձինել այստեղ մասնակցել օրենսդրական ուրեմն մշակումներին։ Եվ ավտորիտար ռեժիմը վերածվել է տոտալիտար ռեժիմ, բայց տոտալիտար ռեժիմը սովորաբար հիմնականում ունի արտաքին կառավարում, որը կոչվում է խունտա։ Իրականում Հայաստանի Հանրապետությունում այս պահին կա խունտա։ Եվ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը Փաշինյան-Նիկոլիի կոլաբորանտ կառավարությամբ իրականացնում է կառավարում Հայաստանի Հանրապետությամբ։ Մի տարբերությամբ, այստեղ ադրբեջանական ոստիկանություն կամ թուրքական մեր փողոցներում չկան։ Բայց եթե օրվա իշխանություն կոչվածը սպասարկում է Ադրբեջանի Թուրքիայի ամբողջ շահերը բացարձակ առումով եւ մարտավարական եւ ռազմավարական առումով Հայաստանի իշխանություն կառավարություն կոչվում է կոլաբորանտ։ Իսկ կոլաբորանտ կառավարությունը ինքը արտաքին կառավարում, այսինքն հաղթող երկրի կամքը քո երկրում կատարվում է։ Ասենք մի ժամանակ երկիրը մյուսին պատերազմի ժամանակ եթե հաղթում էր, ինքն էր գալիս նստում որպես այդ երկրի կառավարիչ։ Հիմա ձևը փոխվել է, նշանակում են։ Տեղից նշանակում են, նշանակել են։ Սա էլ բնականաբար սպասարկում է Թուրքիայի Ադրբեջանի շահերին։ Ուզում ասեմ, որ մեր ժողովուրդը հստակ դիմում է Հայաստանի Հանրապետությունում իշխում է խունտա։ Եվ այդ խունտայի պարագլուխն է, որ մեր երկիրը փորձում է առավելագույն զիջումների տանել Ադրբեջանի Թուրքիայի ղեկավարների պահանջները կատարելու նպատակով։ Հիմա այս խունտայի դեմ դիմադրություն չկա, չէ՞։ Կա, իհարկե, չէ, կա, այդպես չի։ Որտեղ է դիմադրությունը։ Օրինակ վաղը լսումներ են լինելու ազգային ժողովում Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված։ Ինչ է կարծում այդ գործընթացը, որ սահմանադրորեն միակ ճանապարհն է դարձել, որտեղ մենք փողոցային պայքարներում հասկացանք, որ չենք կարողանում սրան հեռացնենք։ Ինչ է կարծում այս գործընթացը, որը վաղը լսումներ է լինելու, կյանքի կկոչվի թե ոչ։ Եկեք այսպես հա նայենք, սովորաբար կոլաբորանտ կառավարության դեմ պատմական բազմաթիվ օրինակներ կա, ամենալավագույնը դա 1939-45 թվականներին Ֆրանսիայում դիմադրություններ, որտեղ ֆրանսիացիների մի մասը մարտնչում էր նացիստական Գերմանիայի վերմախտի բանակի շարքերում խորհրդային միության դեմ, բայց կար դիմադրություն եւ այդ դիմադրությունը իրենք հասկանում են, որ իրենք ոչ միայն նացիստական Գերմանիայի դեմ են կեցած դրսում, այլ իրենց երկրում Հիտլերի կողմից նշանակված այն ֆրանսիացիները, որոնք իշխանություն էին, ունեին կառավարություն, օրենսդիր մարմիններ, քաղաքապետեր, ոստիկանություն եւ այլն։ Բայց վերադասը դա բան էր, Գերմանիայի իշխանություններն էին, այո։ Մարդիկ զենքի էին դիմել, որովհետեւ գերմանացիները ֆիզիկապես զենքով գտնում էին Ֆրանսիայի տարածքում։ Այդ զենքի դեմ համարժեք զենք։ Հիմա երբ ինձ հարցնում են, ասում են, եթե դուք գնահատում եք, որ Հայաստան տոտալիտար ռեժիմով հաստատվել է խունտա, այդ խունտայի դեմ։ Սովորաբար դա քաղաքական պայքարը չի։ Օկուպացված տարածքները քաղաքական պայքարով չի ազատագրում, դա ազգային ազատագրական պայքար է, իդեպ։ Օրինակ ռուսները ունեն, այսպես ասենք, մի քանի շատ տիպական ազատագրական պայքարներ, որտեղ երկրի նվաճողների դեմ իրենք կարողացել են հաղթանակ տոնել։ Ժամանակին լեհերը երբ որ գրավել էին, Ռուսաստանը 7 բոյարներ նշանակել էին կառավարություն եւ մի կեղծ անձի Դմիտրի անունով բերել թագավոր էին կարգել։ Հետո Նիժնի Նովգորդից Մինի Պոժարսկին ապստամբեցին, ժողովուրդը միացավ, զենքով, քանի որ զենքով էին, չէ, գրավել։ Ասենք նույն Նապոլեոնի ժամանակ, նույն Հիտլերի։ Բայց հիմա մեր պարագայում ես կարծում եմ ամենակարևոր բանը, որ ըստիս արվում է, եթե արվում է, շատ վատ է արվում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, հասարակական կառույցների գնահատականը իրավիճակը կլինի նույնական, 100%-ով նույնական։ Հիմա եթե քաղաքական ուժերի մի մասը ասում է մենք ընտրություններով կարող ենք հաղթել։ Ու բոլորը առանձին մասնակցել։ Հələ նույնիսկ տեսականորեն որպես ընդդիմադիր թողել է առանձին, բայց եթե երկիրը կառավարում է խունտան եւ որը ամեն քայլի գնա իշխանությունը չանցնելու, այդ թունայլ սպանությունների, այդ թունայլ քաղաքական լինելու։ Այո։ Հիմա ինչ է կարծում, քաղաքական պայքարով հնարավոր է հաղթել։
Կարծում եմ ոչ։ Այդ դեպքում որն է լուծումը։ Ես կարծում եմ ամենակարևորը իրավիճակի նույնական գնահատականն է։ Պատկերացրեք այսպես, ժամանակին մի մեծ անհատականություն կար, որտեղ ինքը իր ժողովրդին համոզում է, որ բրիտանական օկուպացիոն ռեժիմից պետք չի վախենալ։ Անկամ եթե ձեր գլխին մահ կա իջնում բրիտանական զինվորի, եթե բանտերն են լցնում, եթե բռնություններ են կիրառում, եթե անգամ սպանում են, խոսքս Մահատմա Գանդիի մասին էր։ Այսինքն քաղաքացիական անհնազանդություն։ Գիտեք հիմա Փաշինյանը, եթե ինքը հրամաններ է տալիս, կարգադրություններ, կառավարության անդամները, դեմս նախարարների փորձում են դա կյանքի կոչել։ Դա ամբողջ մի կառույց է, չէ՞, մինչև իջնում է տեղերը։ Հիմա պատկերացրեք նախարարների զատ ոչ մեկ հրաման չի կատարում։ Ուղղակի չեն կատարում։ Ասում են չեն կատարում։ Հիմա Փաշինյանի իշխանությունը ավազի վրա կառուցված թղթի տնակի նման կփլուզվի։ Բնականաբար։ Իդեպ այսպիսի մի մենք հաղթական դրվագ ունեցել ենք հայերս 88-90 թիվ։ Օրինակ կոմկուսը ի պաշտոնե իշխանություններ Հայաստանում, բայց Ղարաբաղ կոմիտեն, որը կարողացավ ամբողջ հանրապետություն ցանց ստեղծել, այդ թվում նաև գյուղերում։ Որոշակի չափորոշիչներով մարդիկ ընտրում են Ղարաբաղ կոմիտեի անդամներ։ Օրինակ կոմկուսը որոշումներ կայացնում, տեղի գործադիրը, ասենք, շրջաներում դիք կյանքի կոչեին, չէ՞, նա էլի չասնում էր գյուղական համայնքներ։ Եվ ոչ մեկ չէր կատարում, ասում էր ես Ղարաբաղ կոմիտեի կենտրոնից հրաման հանձնարարական չեմ ստացել։ Այսինքն վերևինները չեն կարողանում, ներքևիններն էլ չեն ուզում։ Իրականում փաստացի երկրում ստեղծվել է երկիշխանություն։ Ճիշտ է, կոմկուսը Ղարաբաղ կոմիտեի հետ ոչ հրապարակային համագործակցային դաշտ էր, որտեղ Արցախի հարց կար, բայց այս կառավարման տեսանկյունից Հայաստանում փաստացի ստեղծվել է երկիշխանություն։ Հիմա ես ասում եմ, պատկերացրեք, եթե մեր ժողովուրդը գնահատում է, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն է, փորձում կառավարել Հայաստանը։ Եվ չենք ենթարկվում մենք։ Ոստիկանը չի ենթարկվում, հրաման չի կատարում, հա, աշխատողը չի ենթարկվում։ Սա կոչվում է, այսպես ասենք, հա, ժամանակակից քաղաքագիտական տերմինաբանությամբ քաղաքացիական անհնազանդություն։ Եւ ոչ թե 50, 60, 70 հազար մարդ Փաշինյան հրաժարականն է պահանջում, այլ ասենք 1.5-2 միլիոն մարդ փողոց է իջնում, ասում ենք Փաշինյան չենք ենթարկվում, ընդամենը։ Մի օր են կանգնում փողոցում, երկու օր են կանգնում, երեք օր։ Հիմա այս լսումների ժամանակ էր, որ փողոցը ճնշում գործադրի։ Հավանականություն որ կա, որ ԿՊԱ-կան падգամավորները գուցե քվեարկության։ Ուրեմն իմպիչմենտը, խոսքս իմպիչմենտի մասն է, չէ՞։ Այո։ Ես ինքս ցանկացած գործիք, որով սրանց կարելի է հեռացնել, ես կողմ եմ։ Սա որպես ելման կետ։ Բայց ես նաև բավականին պրագմատիկ է եւ ունեմ որոշակի փորձառություն։ Իմպիչմենտի համար մի քանի անհրաժեշտ պայմաններ է պետք։ Պայման առաջին, երկու ընդդիմադիր խմբակցությունների այո ասելը։ Պայման երկրորդ։ Մեկ ասում այո, մեկ ասում ոչ։ Պայման երկրորդ, ես ասում եմ ինչ անհրաժեշտ պայմաններ դիլնեն։ Պայման երկրորդ, ունենալ նույն վարչապետի տեխնացուն։ Պայման 3, իրենց թվականակը չի բավականացնում հարցը օրակարգ մտցնելու +2 կամ անկախ падգամավորն կամ իշխող խմբակցությունից, որից հետո հարցը մտնում է օրակարգ։ Իսկ եթե օրակարգում իշխող խմբակցությունից համապատասխան թվականակով կողմ քվեարկող չի լինում, սա պարտություն է, չէ՞։ Մտնում է օրակարգ, բայց համապատասխան ձայներ չի հավաքվում։ Ուրեմն համապատասխան ձայներ հավաքվելու համար պիտի լինի փողոց, շատ ճիշտ է։ Բայց փողոց ոչ թե լինի 5-10-20 հազար մարդ, այն ինչ որ ես եմ ասում։ Քաղաքացիական անհնազանդություն, այսինքն 1.5 միլիոն մարդ մի շաբաթ իջնում է փողոց, երեկո անգամ տուն գնում կամ չի գնում։ Միլիոն, հա։ Հա, միլիոն։ Սա, այսինքն ինքը ինչ է ասում, ասում է ես Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հրաման կատարողին չեմ ենթարկվում, ու վերջ։ Այսինքն Հայաստանում կենսագործունեությունը մեր երկրի քաղաքացիների ապահովում են անհրաժեշտ բոլոր կառույցները, օրինակ բուժ հաստատությունները մի մասը, ոչ բոլորը։ Ասենք շտապօգնությունն է, վիրահատություններն է։ Ոստիկանություն համապատասխան կառույցները, ոչ բոլոր կառույցները, որոնք ապահովում են նվազագույն։ Բանակը բնականաբար իր մարտական խնդիրը սահմանում կատարում է, բանակը այստեղ պիտի չի խառնել, հա։ Բայց մնացած կառույցները նաև մեր կենսագործունեությունը ապահովող չեն ենթարկում, մարդիկ չեն գնում գործ, իջնում են փողոց։ Սա ինչ պիտի վախեցնի, որ գործից ազատել, դե եթե 50 հոգի են, 50-ին կարա ազատի, չէ՞։ Իսկ եթե պատկերացրեք 100,000 աշխատող են իջնում։ Ասենք այդ միլիոնի մեջ պետական չինովնիկները այս կամ այն չափ է, հա, շարքայինից մինչև բարձր 100,000 մարդ, 100,000 մարդ ասում են գործից ազատ է, հա, ինչ անի։
Դիմակավորված անձիկ հարձակվեցին։ Հիմա նայեք, հաջորդ ձերբակալված մարդիկ կան, չէ՞։ Այո։ Օրինակ հիմա ես չգիտեմ մեր բանտախցերում քանի տեղ կա։ Ենթադրենք, ասենք, չգիտեմ, ասենք 5000 տեղ։ Հիմա ինքը վախացնում է բռնելով, պատկերացրեք, որ ամեն մի ոստիկանության շենքի մոտ 1000 հոգի գնում կանգնից, ասում են մենք պատրաստ ենք, կանգնում են, ասում են մեզ էլ ձերբակալեք։ Բանտերի մոտ գնում, ասում են մեզ էլ մցրեք բանտ։ Դուք պատկասում եք իշխանության ցնցումներ ինչ աշճան։ Այսինքն մարդիկ ասում են չենք վախում, ձերբակալեք, նստացրեք, գործից ազատեք, նյութապես վնաս տվեք։ Եթե լինի համատարած քաղաքացիական անհնազանդություն, ել եմ ասում, իշխանությունը որպես այդպեսին այլևս գոյություն չունի, որտեղ իշխանություն ինչ է։ Բառացիորեն ձևակերպա, որոշում կայացնելու եւ կյանքի կոչելու գործիքը։ Հիմա այդ ինքը որոշում է կայացնում, բայց կյանքի կոչող չկա։ Այդ իշխանությունը կա, փաստացի չկա։ Բայց ժամանակ առ ժամանակ ժողովուրդը դուրս եկե, պարոն Նահապետյան, եւ հիասթափեցրել անգամ։ Դա բավականաչափ քիչ է։ Օրինակ այդ ժողովուրդը 20, 30, 50 հազար։ Դե քիչ է դա։ Վիժեցրել են հետո։ Ինչու, որտեվ այդ նույն ոստիկանությունը հրամաններ չի կատարում։ Ձերբակալել, բռնության ենթարկել քաղաքացիներ անցյալ տարի հունիս 12-ին։ Կիրառեցին ոչ համաչափ ուժ, հատուկ տեխնիկական միջոցներ, որ իրանք չունեին։ Իմ պատկացեք այդ կիրառող շարքային ոստիկանը չի կիրառում, հասկանում եք։ Ով ոստիկանապետի 10 կամ 5 տեղակալներով չի գալու կիրառի։ Ոստիկանը ասում չեմ կիրառում։ Ու վերջ։ Բայց դրանց հետ ով պիտի աշխատեր։ Այս 6 տարվա մեջ ով պիտի աշխատեր։ Չի աշխատել։ Նաև մենք ճիշտ եք, այո, մեր երկրի քաղաքացիները ընդդիմությունը միջև 1, 2, 3 անում արդեն Նիկոլ իր մտքում ունի թե ինչ անում։ Չէ, մենք էլ 4-5-6 մենք էլ կարող ենք հաշվել, այնպես չի, Նիկոլը Հանճարևը։ Դե 3 հետ հաշվարկ էր անում ինչ որ։ Ես ուզում եմ ասել, որ այո, ընդդիմությունը իսկ գիտեք ինչու արդյունք չի լինում, որտեվ իրավիճակի երբ որ նույնական գնահատական չկա, ընդդիմության ցանկացած ուժ այս կամ այն ձևով տարբեր ճանապարհներ ունեն իշխանափոխության հասնելու, ճիշտ է։ Ճանապարհներն են տարբեր։ Իսկ հիմա այնինչ ես ասում եմ, պատկերացեք տեսականում են, եթե գալիս են ընդհանուր հայտարարի։ Նույնական է, չէ՞ լինում։ Ամբողջ ռեսուրսը միտված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն ենթարկում Փաշինյանի եւ իր կոլաբորանտ կառավարության կողմից արձակած հրամաններին։ Չեն կատարում։ Ու վերջ, 1 միլիոն մարդ, 1 միլիոն, 1.5 միլիոն դուրս են գալիս փողոց։ Մի օր, 2 օր, 3 օր։ Ոստիկանին հրամանա տալիս ձերբակալի չի ձերբակալում։ 5 ոստիկան ինքն է ձերբակալում ներքին անվտանգությունը։ Հետո մեկ է պարզա որ ներքին անվտանգությունից 50 հոգի են բոյկոտել։ Փլուզվում է ամբողջ բուրգը, կառավարման բուրգը ինքը փլուզվում է։ Սա միակ անարյուն խաղաղ ձևով մարդիկ կեցված կեն, չէ՞ դրսևորում։ Բայց գուցե վստահ չեմ, պարոն Նահապետյան, որ տեղի կունենա ինչ որ տեղի կունենա։ Դե համար պետք է կազմակերպել։ Այո, շատերը ասում են, եթե մենք իմանանք, որ այո, Նիկոլին դուրս եկանք եւ կարող ենք հեռացնել, մենք ինքներս կհրաժարվենք մեր աշխատանքից, մեր զենքը վայր կդնենք, կգանք կանեն ժողովրդին։ Այստեղ պետք է քարոզչական լավ աշխատանք։ Այո։ 6 տարի ինչ է։ Նոր հեծանիվ պետք չի օրինալ։ Ես մի օրինակ բերեմ 1917 թիվ Ռուսաստան, ցարական Ռուսաստան։ Երբ զորքերում իհարկե Մեծ Բրիտանիան էր փայլուն կերպով աշխատել, բայց ուղղակի կիրառական առումով որը արդյունք տվեց։ Զորքերով օրինակ մարդիկ զինվորները, ոչ սպայակազմը, ընդդեմ սպայակազմի մի մասը եւս զինվորների հետ էր, նավաստիների հետ, զենքերը վայր են դնում։ Ասում են մենք չենք կռվում։ Ու համատարած ամբողջ ճակատը փլուզվում էր։ Ճիշտ է, դա այդ պետության դեմ գնաց, բայց ես ասում եմ, երբ որ տեխնոլոգիան եւ գործիքակազմը օգտագործվում է, զինվոր չի ենթարկվում։ Այո։ 5 հոգու տանում նստացնում ես, 500 հոգի էլ 5 հոգու հետ գնում, ասում են ես էլ եմ պատրաստ նստելու, բացի այդ դռները։ Ուժով է մտնում, ասում են ես էլ մտնեմ, նստում եմ այդ 5 հոգու հետ։ Այսինքն 5 հոգու նկատմամբ վախի մթնոլորտ առաջացնելով 500 հոգին երբ որ կողքը կանգնում են, էֆեկտը կորում է։ Հիմա նույնը էստեղ է։ Ինչով է, այսինքն ինքը այսօր փաստացի Հայաստանում կառավարման միակ միջոցը վախն է։ Բռնություն, ծեծ, ունեզրկում, աշխատանքից ազատում, բանտ, անազատություն։ Վերջում կրակոցներ։ Այ հիմա մենք եկել ենք մտել ենք հանրոր նախընտրական փուլն ենք եկել ենք կրակոցների ժամանակաշրջանը։ Կարծում եմ, որ ընդդիմությունը այս դեպքերից հետո պիտի ճիշտ հետևություններ անի։ Միակամություն ընդդիմության շարքերում, իսկ այդ միակամությունը լինելու է իրավիճակի 100%-անոց նույնական գնահատականով։ Եվ երկրորդ դիմադրության միակ օջախը ռեալ գործնականում որպես ինստիտուտ իշխանությունների մնացել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։
100%-ով մեր ընդդիմության աջակցությունը ու զորակցությունը մեր եկեղեցում 100%։ Որի շուրջ կարելի էր։ Որի շուրջ, այո, ինքը բնական կոնսոլիդացիա է, չէ՞ գնում։ Համաձայն եք։ Այս էլ ձեզ լուծումներից մեկը։ Էլի լուծումներ կա, ուղղակի եթերով չեմ ուզում ասել, որտեղ մեր եթերը նաև, այսպես ասենք, այդ խմբակի որոշ ներկայացուցիչներ են լսում, բայց լուծումները կան։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ